Հարգելի հայրենակիցներ, մեր երկրի թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, երաշխավորված խաղաղության ապահովումը։ Կարևոր է նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը։ Այս իշխանությունները մարդկանց բազում խոստումներ տվեցին ու խաբեցին։ Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտը։ Խաբում են բոլոր հարցերում, խաբում են, թե իբր խաղաղություն են բերել, թե իբր մարդկանց սոցիալական վիճակը լավացրել են, թե իբր բիզնեսը զարգանում է, թե իբր թալան ու կոռուպցիա չկա։ Սրանք միտումնավոր մեր երկիրը թողել են առանց դաշնակիցների ու ժամանակավոր հրադադարը ներկայացնում են որպես խաղաղություն։ Հայաստանի միակողմանի զիջումները հրամցնում են որպես հաղթանակ։ Արցախը դավաճանաբար հանձնեցին, դա ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության ապահովում եւ Ադրբեջանի պահանջած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չտալու գին, բայց համ Արցախը հանձնեցին, համ միջանցքն են տվել։ Այսպես շարունակվելու դեպքում մենք պետականություն կարող ենք կորցնել։ Մայր Հայաստանի թիմն ունի լուծումներ անվտանգային, սոցիալ-տնտեսական եւ հանրային համերաշխության ապահովման հետ կապված։ Մեր քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բազմիցս ներկայացրել է մեր գաղափարներն ու ծրագրերը։ Դրանք առաջիկա ընտրությունների ժամանակ առավել հանգամանալից կներկայացվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։